Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիները ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։ 12-ը կանչեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծո խոսքի քարոզությունը և սեղաններ սպասարկել։ Եղբայրներ, ընտրեցեք ձեր միջից բարի համբավ ունեցող 7 մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար, իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։ Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, և Փիլիպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ Անտիոքցի մի նորադարձ էր, նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով նրանց վրա ձեռք դրեցին։ Եվ Աստծո խոսքը աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում մեծապես շատանում էր, և քահանաներից շատեր հնազանդվում էին հավատին։